մտցնեի Կարմիր խաչին բանտեր, տենային մեր գերիները ոնց են ապրում, խաղ էր, խաղաղ Սումգայիցի հայը նստած էր իր աշխատանքի վայրում, մորթում էին կամ կախում էին բնակարանի ջահից, Արցախցի խաղաղ բնակիչը, այն երկու տղա երեխաները ձեզ ինչ էին անում, որ մտակ մորթեցիք։ Ինչի մենք պարբերաբար ունեցվածք պետքա ձեզ նվիրենք, 1915 թվին նվիրեցինք, լիք ունեցվածք հող, աշնանացանի ցորեն, իրանք ցավ չի պատճառում հայ արյունը, իրանք փաստացի յաթաղանն են արդարացնում։ Մոտիկա չէ, ես 88 Սումգայիթ չեմ ասում արդեն, 22 թվականի սեպտեմբեր եմ ասում, ինչ արեցին Անուշի մարմնի հետ։ Սա նշանակում է, որ դու անպաշտպան, բացարձակ անպաշտպան կանգնես ու ասես, ինչ ուզում ես դե ինձ հետ արա։ Քո, այսպես, հաճույքդ ստացիր մեծագույնս, Թուրքի առաջ։ Երբ ենք մենք կանգնեցնելու ինքնաոչնչացման այս պրոցեսը։ Բարև ձեզ, եթերում ուղիղ խոսքն է։ Այսօր մեր հյուրն է ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։ Բարև ձեզ, Տիկին Ավագյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Տիկին Ավագյան, Հայաստանի այսպես կոչված քաղաքասարակության ներկայացուցիչներ գնացին Բաքու եւ եկան մի շարք հակասական ուղերձներով։ Դուք սա որակում եք որպես ներքին քաղաքական ռիսկ։ Ինչու՞։ Նախ շատ լավ ասեցիք այսպես կոչված քաղաքասարակություն։ Եկեք հենց սկզբից ասեմ, որ ես իրենց մի հարցազրույցը Բաքվում տված լսեցի եւ հասկացա, որ նմանատիպ հանդիպումներ, այսպես ասած, թաքուն եղել է նաեւ այս ներկայացուցիչների կողմից, հիմա ավելի բացահայտ են գնում այդ հանդիպման եւ մի կարեւոր հանգամանք, որ իմ կենսափորձը ցույց է տալիս, որ նմանատիպ ներկայացուցիչները պատահական չեն լինում, դա համաձայնեցված, ուրեմն ընտրություն է մարդկանց, պետությունը եւ միջազգային կառույցները իրար հետ համաձայնեցնում են, թե որին ընդգրկեն տվյալ ձևաչափով, ասենք, ծրագրերի գործունեության մեջ։ Այնպես որ իրենք այդտեղ հայտնվել են պետություն, միջազգային կառույց համաձայնությամբ, որքան էլ մարդը լինի քաղաքասարակության զարգացման ջատագով կամ իրավամբ այդ սկզբունքների կրող, նա չի հայտնվի այդ ձևաչափի մեջ, եթե պետական, ուրեմն կողմնորոշում կամ համաձայնություն միջազգային կառույցների հետ չունի։ Այնպես որ իրենք քաղաքասարակության ներկայացուցիչներ չեն, իրենք քաղաքական խարդավանքների իրականացման գործիք են ինձ համար ի սկզբանե։ Եվ այո, ես քննադատաբար եմ մոտենում այս երևույթին, որովհետև մենք չենք դիտարկում, ընդհանրապես այդ մարդկանց ես լավ թե վատ գիտեմ, այնտեղ մարդիկ կան անուն չտան, որ ընդհանրապես տրամաբանելու ունակ չի, ինքը շատ պարզունակ ձևաչափով է տրամաբանում եւ վերլուծում իրավիճակը։ Ինչևէ, ուրեմն այստեղ մի կարևոր հանգամանք կա, քանի որ իրենք ոչ միայն վերլուծելու, տրամաբանելու հնարավորություն չունեն, այլ իրենց չի տրվել այդ իրավունքը, իրենց տրվել է ձևաչափը, պետք է գործեն, իրողություն դարձնեն։ Մի կարևոր հանգամանք, ուրեմն թող դուրս չմնա հայ հանրության աչքից, ուրեմն հայացքից, որ այս պահին մենք կողքի այդ Բաքվի բռնապետական միավորի հետ գտնվում ենք տարբեր զրոյական կետերում։ Ես չգիտեմ ինչու, միգուցե Matroskaya Tishina բանտներ մեղավոր թեով, որ արդեն երրորդ հանրապետության ձևավորումից հետո ակնհայտ մեր քաղաքական վերնախավը չէր տանում պետական շահի պաշտպանության ռազմավարական քաղաքականություն, իսկ չգիտեին էլ ինչ բան է ռազմավարական քաղաքականություն։ Արդյունքում այս տարիներին մենք չխոսեցինք Սումգայիթի մասին, դրա մասին կարող էին խոսել միայն Կրեմլում, ասենք Պուտինը դեմ կտար Իլհամին պատերազմի օրերին 3 անգամ դեմ տվեց, որ եղել է Սումգայիթ, եղել է Կիրովաբադ։ Մենք այս նոյեմբերի 30-ին անպայման կբարձրանանք Ստերնակաբերդի բարձրունք Կիրովաբադի զոհերի հիշատակին կանգնացված խաչքարի մոտ հիշեցնելու այն մասին, որ հայությունը գոյութենական վտանգի ռիսկի առաջ է կանգնած, որ ամեն օր դա գալիս է ոչնչացնելու մեր
մնացած այս բեկորները նույնպես։ Մենք չենք խոսել Բաքվի մասին։ Մենք ի վերջո չենք վերահաստատել Երկրորդ Հանրապետության 1990 թվականի փետրվարի 13-ի որոշումը, որ իրողությունը, որ տեղ է գտել 1988-ից 92 թվականներին, նրանք 90 են ասել, 92, եկեք նաև Շահումյանը ընդգրկենք, Մարաղան, եղել է ցեղասպանություն։ Երեք ես իմացա, որ ցեղասպանության ինստիտուտը երկու ուրեմն հետազոտողներ եւ դրսից մի իրենց գոլեգա երեքով տպագրել են արդեն առաջատար մի ժուրնալում հոդված առայն մասին, գիտական վերլուծություն առայն մասին, որ իրենք տվել են այդ վերլուծության մեջ իրավական գնահատական, որ 1988-ից 90 թվականներին Սումգայիթում, Բաքվում, Գանձակ Կիրովաբադի իրողությունը ցեղասպանություն էր։ Այսինքն մենք մեր զրոկետը դեռ չի մոտեցել, մենք չենք սկսել որևէ Երրորդ Հանրապետությունը որևէ գնահատական չի տվել ոչ Սումգայիթին, ոչ Բաքվին, ոչ Կիրովաբադին, չի խոսել թե ինչ ունեցվածք է թողել Բաքվում հայը, չի խոսել թե ինչքան բնակարաններ են թողել, չի խոսել թե ինչքան հայ է փախել, չի խոսել այն մասին, որ հավասարության նշան չի կարելի դնել Հայաստանից տեղափոխված մոտ 160,000 այսպես կոչված ադրբեջանցիների եւ Բաքվից առնվազն 500,000, ինչպես Այաս Մուտալիբովն է ասում, 500,000 մազապուրց ցեղասպանությունից մի կերպ փրկված հայերի միջև չի կարելի դնել հավասարության նշան։ Ես Ժիրայր Լիպարիտյանին որ լսեցի, վաղուց էր մի 2-3 տարի առաջ կրկին նա մի այսպիսի բան արեց, էլի ցեղասպանական արտահայտություն արեց, այսինքն ինչու՞ չէ, թող հայն էլ կարող է հայ սպանել, հա, երևի թե Ժիրայր Լիպարիտյանը հարց է տալիս, այդ ինչու, երբ որ մեծ մաման Քելբաջարից թորան ձեռը բռնած փախչում էր, դուք դրա մասին չեք խոսում, իսկ խոսում եք միայն Սումգայիթից փախած մասին, ցեղասպանության մասին, այո, ներողություն, ցեղասպանության մասին, ես ապշել էի։ Եղբայր ցեղասպանության ժամանակ, այո, քաղ հասարակության խաղաղ բնակիչը նստած էր 15 թվին իր տան մեջ մորթում էին, Սումգայիթում մորթում էին, խաղաղ Սումգայիթի հայը նստած էր իր աշխատանքի վայրում մորթում էին կամ կախում էին բնակարանի ջահից, հա, Բաքվում, չգիտեմ, ընտանիքի առաջ երիտասարդ հորը մորթեցին, տղա երեխաների առաջ, այդ մարդիկ ինչ էին արել։ Հասկանում եք, այսինքն իսկ Քելբաջարից փախած տատին ինչու էր փախչում, որովհետև նրա որդիները, նրա հարևանները 1988-ից սկսած Քելբաջարից հարձակվում էին Հադրութում սպանում էին Վարդուհու մորը, հետո նրա մարմինը մասնատում այլանդակում, որ հետո 20 թվին գան Վարդուհու ամուսնուն նույն տիպի մորթեն ու այլանդակեն, որովհետև նրա զավակները Հադրութը օկուպացված պահեցին, օղակի մեջ պահեցին, որովհետև նրա զավակները Շուշին հայաթափեցին 1988-ի գարնանը։ Այսինքն այդ կնոջ որդիները նրանք ագրեսոր էին Արցախի անմեղ ապրող բնակչության դեմ եւ ի վերջո հայությունը համարձակվեց, ռիսկ արեց ցեղասպանությունը կասեցնել 92 թվականից վերացրեց Ստեփանակերտի այն կրակային կետերը, որտեղից Ստեփանակերտը արդեն սովի էր մատնվում։ Ժիրայր Լիպարիտյանը դրա մասին չխոսեց, այս քաղաքասարակության ներկայացուցիչներն էլ չեն խոսում։ Չեն ասում, որ հայությունը հակադարձելով պաշտպանվել, էլ չենք խոսում, գիտեք, Մոսկովյան պայմանագիր, Կարսի պայմանագիր, այդ կողքի եմ դնում, Ստալինի այդ մեծ Արցախի նվիրելը Ադրբեջանի, դա էլ եմ կողքի դնում, սկսում եմ 88-ից, դուք 88-ից այս կողմ եղած իրավիճակը չեք գնահատել։ Ես Սաֆարովի հետ կապված, երբ որ ազգային ժողովի առաջ այդ հարցերը բարձրացնում էի, այն ժամանակվա քաղաքասարակության ակտիվ ներկայացուցիչը, որ պարբերաբար թաքուն հայությունից գնում էին Թիֆլիս, այնտեղ արիշ-վերիշ էին անում բանի Բաքվի թուրքերի հետ։ Մեկ էլ ինձ ասում է Սաֆարի մասն էլ մի խոսա, էլ պետք չխոսել, բոլ է։ Տեսանք ինչ եղավ։ Այսինքն հարցը չի լուծվել, բայց խոսել պետք չի։ Այո, խոսել պետք չի։ Այսինքն անընդհատ հայկական կողմի զրոն անverջ իջացրել են։ Իսկ եկեք նայենք այն կողմը։ Սաֆարովի
բանը փաստը, այդ փաստը ինքը բավական հոգեբանական ճնշում է հայության վրա, որ մենք կարանք ձեզ ցանկացած տեղ կացնահարենք, ոչ թե կրակենք, այլ հենց կացնահարենք։ Ինչպես օրինակ 1966 թվականին կացնահարեցին բանին Թովմասյանին, որը Քելբաջարի իր քիրվային փող էր պարտք տվել, գնաց փողի հետևից, այդ մարդն էլ ասեց գիշերը մնա, ինչ ես գնում Վարդենիս։ Գիշերը այդ մարդուն մասնատեց, շպրտեց անտառ, գարունը բացվեց, մարդու մարմինի կտորները գտան, դատ են բացում, թուրքը կանգնում է, դուք ինձ այդ 66 թիվ եմ ասում, դուք ինձ պետք է դատեք այն բանի համար, որ մարդ եմ, բանը հայ եմ մորթել, էդ էր մնացել։ Այնտեղ սա հերոսացում է դիտարկվում։ Սա ոչ թե միայն Իլհամի պետական քաղաքականություն է, սա այդ էթնիկ խմբի հոգեբանական վիճակն է։ Ես ամերիկյան դեսպանատանը մի հանդիպման ժամանակ ասացի, ինչու ես որ խոսում եմ պիգմեյների մասին եւ ասում եմ, որ անտառում տկլորման են գալի, հողի տակ ապրում են, հյուղակում, չգիտեմ, կրակ չեն վառում, որ մողեսին էփեն նորուտ են ուղակի այդպես կրծում ուտում են, ինչու չեք ասում, որ ես ռասիստ եմ։ Ասեք, որ ես ռասիստ եմ։ Իսկ ինչու ես որ ձեզ ասում եմ, որ կա բնական երևույթ, էվոլյուցիա։ Եվ մի պոպուլյացիան պիգմեյները մնացին անտառում, մի պոպուլյացիան ձեր ասած այդ ակկոյունլու, կարակոյունլուները մնացին մարդակեր։ Ինչու դրա հետ չեք համակերպվում։ Ինչու այդ երևույթի հետ չեք համակերպվում։ Ինչու մեզ միջևերջ ուզում եք վերացնենք, ուզում եք մեզ կարմիր գիրք մտցնեք, դա չի օգնի մեզ։ Մենք վերանում ենք հենց դրանց ձեռքով։ Հիմա այսօր մեր երիտասարդները քաղաքասարակության անվան տակ փաստացի իրենք սառեցնում են իրավիճակը։ Այն պարագայում, երբ որ եղել է Սաֆարը, եղել է Ջուղայի Խաչքարերի ուրեմն ակնհայտ, անթաքույց ոչնչացում, դա էլ է ցեղասպանություն։ Հետո արել են, եկել են ուրեմն այսպես սպառազինվել են Արցախի ոչնչացման համար, ու տեսեք, մինչև 20 թիվ ինչեր արեցին Արցախի հետ։ Ամեն օր մենք զոհեր էինք ունենում դիրքերում, այսինքն մեզ արյունակամ էին անում, 16 թիվ արեցին, հետո 20 թիվ արեցին, հա։ Եվ 23-ին դրվեց 23-ին ուզում ենք հարց տալ այդ քաղաքասարակությանը, որ հասել են Բաքու, ու Երևակայում են, որ իրանք անվտանգ են ասել, արումի ասա, ամեն ձեր նման մի հատ ստահակի վրա, ով այմանում 100 այսպես ասած սպեցնազից պահակություն արել, որ ձեզ հանկարծ ու վնաս չգա, բա դուք չեք հարցնում, եկեք մի հատ հասկանանք, այ քաղաքասարակություն, Արցախցի խաղաղ բնակիչը, այն երկու տղա երեխաները ձեզ ինչ էին անում, որ մտակ մորթեցիք, ինչու մորթեցիք։ Եթե դուք բնույթով խաղաղարար եք, կամ չգիտեմ ինչ եք, ինչու, կամ ինչու այս պահին զուգահեռաբար գնում է հայատակության քարոզ Ադրբեջանում, ինչ որ Արևմտյան Ադրբեջան պրոյեկտի տակ, Արմենորիա ռեժիմով, իսկ մեր այսպես կոչված քաղաքասարակությունը ուզում է, որ մեր քաղաքական վերնախավի հետ ճնշեն հայերին, ասեն լռեք, խաղաղությունը, որտեղ ես տեսել դու խաղաղություն։ Եվ այդ համատեքստում 300,000 ադրբեջանցիների այսպես ասած վերադարձը Հայաստան, սա ինչպես կարող ենք մենք զուգահեռաբար դնել, հա, 120,000 արցախցիներ բռնի տեղահանվեցին, չի խոսվում նրանց վերադարձի մասին, դա անհնար է, բայց ադրբեջանցիների այսպես ասած վերադարձը օրակարգում է։ Ես հենց սկզբից ասացի, որ շատ ասիմետրիկ վիճակ է։ Այսինքն մենք 30 տարիներին մսխել ենք ժամանակը, ոչինչ չենք արել, իրավական դաշտում Սումգայիթ, Գանձակ, Բաքու, Մարաղա չենք ընդունել ցեղասպանությունը, իրավական դաշտում չենք ասել, որ Արցախը ցեղասպանություն էր այս պահին, հա, որևէ նորմալ հետազոտություն չեն կարել, ավելին ասեմ, եղել են հնագետներ, ազգագրագետներ, որոնք փողին մուննած ծախվել են եւ ասենք կարող է ինչ-որ մի քարվանսարը, որ ճարտարապետական առումով տեսնում ես, որ դա չի կարա լինի մսկիթ, բայց գրել է մսկիթ, որ փող աշխատի, Վարդենիսը պարզվում է, որ ադրբեջանական գյուղ է եղել, որտեղ այդպես են փող աշխատել։ Այս իրավիճակում այն կողմը ինչ է արել։ Մանկական ֆիլմեր, ով է իրենց թշնամին հայը, մանկապարտեզից սկսած, ահռելի գրականություն, աղավաղումներ, տեսեք, ես թունաքիմիկատների հետ կապված փնտրտուք եմ անում, որ հոդվածս այսպես գրեմ, տեսնում եմ բերում է իմ առաջ Սպրինգեր, Քյումեկ, Սկոպուս, թող ակադեմիան լսի, որ այդպիսի ուրեմն բարձր վարկանիշով ժուրնալում տպագրված հոդված, որ իրենք հետազոտել են Ադրբեջանի հողերը, որտեղ ինչքան թունաքիմիկատ կա,
քարտեզա դրած նույն հոդվածի մեջ երկու անգամ, մեկը սև ու սպիտակ տարածաշրջանի քարտեզն է, մեկը գունավոր։ Երկուսի վրա էլ ուրեմն Հայաստանի վրա մեծ տառերով 12 թիվ գրած Ադրբեջան։ Ես նամակ եմ գրում տարվա սկզբին վարչապետին, ԱԳՆ-ից այսպես լոպազավարի մի հատ նամակ ա գալիս եւ զանգ։ Տիկին Ավագյանցը տեսեք ինչ են կանում։ Մինչեւ օրս այդ հոդվածը մնում է։ Ավելին ես հայտնաբերել եմ, որ այնտեղ համահեղինակ Ալիևա կա, որտեղ ինքը տպագրել է թունակի միկատների հետ կապված որևէ հոդված, պարտադիր այդ քարտեզն է վրեն գրած Ադրբեջան։ Ինչ է կարել դրա դիմաց։ Այսօր ուրեմն արդեն տպագրությանը պատրաստվում մի ահռելի կեղծ տեղեկատվության գիրք, ընդ որում շատ առաջատար բանից տպագրական անգլերեն լեզվով դա դրեց քաղաքագետ Էդուարդ Աբրամյան, ասեց սրա դեմը պետք է առնել, կոչվում է Արևմտյան Ադրբեջան Զանգեզուրի կարիդոր։ Այն կողմը ակտիվ շարունակում է աշխատել, մենք չգանք։ Մենք լռում ենք։ Ոչ թե լռում ենք, աղջիկս, սա լռել չի։ Սա նշանակում է, որ դու անպաշտպան, բացարձակ անպաշտպան կանգնես ու ասես ինչ ուզում ես դե ինձ հետ արա։ Քո այսպես հաճույքդ ստացիր մեծագույնս Թուրքի առաջ։ Մենք այդ դա ենք անում։ Ավելին ես լսեցի, որ այնտեղ մեկը կա շատ ալոպազել է այդ տղեն ներողություն այդ փողոցային բառի համար։ Պարզվում է, որ իրենց քաղաքասարակության այդ ներկայացուցիչներին Հայաստանում հակադարձելու են պարզապես ռուսամետները։ Ես հակադարձում եմ իրան ոչ թե որովհետև ռուսամետ եմ։ Եթե դուք իմ կենսագրությունը նայեք, կտեսնեք, որ ես Պուտինին այնպիսի նամակներ ունեմ, ուղարկած իր կայք էջին, որ հետո ինձ զանգում են, ասում են, աղջիկս, դու մի օր կկորչես, հետքդ չեն գտնի, կանգ առ։ Ես ուզում եմ այդ ճղճիմ հասարակության ներկայացին ասել, որ ինքը պաշտպանում է Իլհամ Ալիևի հայության կործանարար ծրագիրը, Արևմտյան Ադրբեջանի ծրագիրն է պաշտպանում։ Այսինքն ինքը կշերքի նժարը Ադրբեջանի էլ ավելի է բարձրացնում, հայկականը էլ ավելի իջեցնում, որ ինքը տանում է հայության վերացման քաղաքականություն հանուն թուրքական փողերի։ Այսինքն ես էլ այդպես եմ հակադարձում, այո, ինքը թող շատ վեր չթռնի։ Ես ապշահար եմ եւ երբեմն բարձրաձայնում եմ, որ Հայաստանում մի կարևոր ցուցիչի դեֆիցիտ կա տղամարդկության։ Եթե տղամարդկության ցուցիչը բարձրանա, իսկ ես գիտեմ, որ ինքը կա, պարզապես պետք է ինքը բարձրանա, նեմեսիս կլինի ինչպես դրոներ, ինչպես Նիկոլ Դումաններ, մաքրեցին ներսից հայերին։ Բաքվում այնքան ճղճիմ հայ սպանվեց 1905 թվին, որոնք օգնում էին մահմեդականներին ոչնչացնելու Բաքվի հայերին։ Դա փաստ է։ Երբ ենք մենք դրան միտելու, երբ ենք մենք կանգնեցնելու ինքնաոչնչացման այս process-ը։ Սա ինքնաոչնչացման process է, որտեղ քաղաքասարակության իրենք ներկայացուցիչ չեն մեկ, իրենք ընտրված անհատներ են, իրենք երբևէ ադրբեջանական խսից, փախստականի մատից փուշ անգամ չեն հասնել, նրանց հոգսերի մասին երբևէ չեն խոսել, եւ եւս մի բան, իրենք այնտեղ պարզում է հանդիպել են այսպես կոչված Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիների հետ, որոնք նոստալգիկ ուզում են տեսնել իրենց հայրենիքը։ Ես ուզում եմ իմանալ, ինչու որ նրանք եկան Երևանում ձեզ հետ հանդիպելու, դուք չբերեք եւ չնստացրեցիք Կարինեին, որի մորը կախելին ասեցի ջահից, Վարդուհուն չբերեցիք, չկանգնեցրիք, Օֆելիային չբերեցիք, նստացրիք կողքները, Ռաֆիկին չբերեցիք, Սումգայիթից փախածներ, թող պատմեն ինչ են տեսել, ինչ են կրել։ Ես Բաքվից փախստականների կբերեմ, որոնք կասեն, որ իրանց հոր գերեզմանոցի վրա Իլհամը կառուցեց մայրուղի, բայց նրանք էլ ուզում են այցելեն իրանց ծնողների գերեզմանոցին։ Ես բանանցեցիս կարող եմ իմ քրոջ գերեզմանոցին այցելել։ Թող այդ քաղաքասարակության ներկայացուցիչ ասի, որ այդպես լոպազավարի ասում է, ես անվտանգ եմ ինձ զգում Բաքվում։ Լուրջ ես ասում։ Դու այդքան անվտանգ ես զգում, բայց ինչի Ստեփանակերտի մեջ Ստեփանակերտի երեխան իրան անվտանգ չէր զգում, բայց ինչի Մարտակերտի մեջ երեխան մորթվում էր։ Ինչու անվտանգ չէր զգում։ Ինչու դու չես հարցնում քաղաքասարակության հակառակ ներկայացուցին։ Ինչ էր արել քեզ Ստեփանակերտի բնակիչը, ինչու նրանց քշեցիք իրենց հողերից, իրենց տներից։
Ինչի մենք պարբերաբար ունեցվածք պետքա ձեզ նվիրենք։ 1915 թվին նվիրեցինք լիք ունեցվածք հող, աշնանացանի ծորեն։ Նույնը Արցախում ենք անում։ Նույնիսկ մի արցախցի ինձ ասում է, տպավորություն կա, իրանք դիտավորյալ են անում։ Աշնանն են մեր վրա ասում հարձակվում։ Գիտես ինչ, Մարիամ, որ բանկեքը լիքը լցնենք, զակատները անենք, պահեսները լցնենք ուտելիքով, իրանք գան վայելեն։ Այո, մենք չգիտենք, որ դարերով այդպես էլ եղել է։ Սպասել են, որ հայ մարդը բերքը բերի տուն, վրա տան հայերին։ Սա պարբերական բնույթ է կրում, բայց հասարակության մեջ հիմա խաղաղությունն է ցնցում։ Չէ, խաղաղություն չի ցնցում, դա ուրիշ բան է։ Այսինքն մի նեղ շերտ իրենց բարեկեցությունը ել ավելի մեծացնելու համար ուրիշ բացատրություն չկա։ Սա իմ կենսափորձից եմ ելնում։ Պատրաստ է այսօր, այո, հայության այս վերջի բեկորը իր կենսատարածքով Թուրքին փեշքեշ անել, իրենց բառապաշարով ասեմ, որտեվ այսքան գնում գալիս են, հաստատ թուրքերեն կիմանան, ոչ միայն ճոխ անգլերեն գիտեն, հաստատ թուրքերեն էլ կիմանան, փեշքեշ են ուզում անել, իրանք ցավ չի պատճառում հայ արյունը, իրանք փաստացի յաթաղանն են արդարացնում, իրենք արդարացնում են յաթաղանը, իրենք զոհին ու դահիճին բերում են, նստեցնում են դեմ դիմաց, ասում են երկուստ էլ իրար հավասար եք։ Դու այն մի հիշի, սա այն մի հիշի, ո՞նց չհիշի, ով ասեց։ Երբ որ նրա մեջ գենետիկ ռեշն է ապրում, ինչ ես խոսում։ Ո՞նց եղավ, որ Գերմանիային հասցրեցին Նյուրնբերգ, դատեցին եւ մինչ օրս որևէ գերմանացի բերանից անգամ որ թրցնի հակասեմիտական որևէ արտահայտություն, հրեաները պահանջատեր էին, բայց ինչ ենք պահանջում մենք։ Ես էլ եմ ասում, ինչի զրոյական մեր կետ այսքան ցածր է։ Այսինքն մենք բացարձակ անպատրաստ ենք խաղաղության, որովհետև մենք նորից եմ կրկնում, չենք ասել, որ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, Մարաղա, Խոջալու, որ մեր վզին են փաթաթել, ցեղասպանություն էր։ Այո, իրանք թուրք մեսխեցիներից կամ մահմեդական վրացիներից ազատվեցին շատ լավ մեթոդով։ Ցեղասպանությունը այսօր մշակութային ձևով շարունակվում է Արցախում, այս վերջերս նաև բազմաթիվ հուշարձանների կողքին տատիկ պապիկ այդ պատմական հուշարձանն է վանդալիզմի ենթարկվում, բայց դրան զուգահեռ իրականության մեջ Երևանում նոյեմբերի 27-ից 28-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ին նվիրված ինչ-որ համաժողով պետք է լինի, որտեղ մշակութային խաչմերուկ վերնագիրն է կրում։ Այսինքն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործառույթը ո՞րն է, պահպանել ինչ-որ հուշարձան եւ այլն, Արցախում ոչինչ չի կատարվում, բայց Հայաստանում կատարվում է դրան նվիրված համաժողով։ Այսպես միջազգային այդ կառույցները նոր չէ, որ պարբերաբար այսպես բացահայտվել է դրանց ղեկավարների կոռուպցիան։ Հերթով իրենց ղեկավարներին ՅՈՒՆԵՍԿՕ-ի փոխել են ամեն անգամ կոռուպցիոն մեծ հանցանքների պատճառով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ին վստահել պետք է զգուշ լինել։ Այսինքն այստեղ եթե քաղաքականությունն է էլի։ Իհարկե, այսինքն Թուրքին բնորոշ է նաև այդ կաշառք տալ, կաշառքվեցնել, քծնել, դա իրենց ոնց ասեմ, էթնիկ գիծ է, այլ ձև իրենք չեն կարող լինել։ Եվ այստեղ էլ իրենք շատ ճկուն քաղաքականություն են վարում ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ինչու ոչ, Հռոմի պապին են իրանք առնում ծախում, որ մնաց ՅՈՒՆԵՍԿՕ-ն չանեն։ Այսինքն իրենք գիտեն այդ մոտեցումները ճկուն, այդ փափուկուշ։ Տեսեք, փաստացի հիմա Թուրքիան կամ թուրքը փափուկուժով մխրճվել է նաև Հայաստան։ Ու նոր չի մխրճվել, 30 տարի առաջ է մխրճվել։ Երբ որ հայերը գնում էին Թուրքիա, ինչ որ դաշտային աշխատանքից հետո երկխոսության մասին գիրք էր տպվում թուրքերի եւ հայերի։ Աղջիկս, նրանք դեռ չեն ընդունել, որ եղել է ցեղասպանություն, որևէ քայլ ընդառաջ չեն գնացել, քեզ բլոկադայի մեջ են պահել, այն էլ որ ծորեն են տվել Թուրքիայի միջոցով ճանապարհոցով, այդ էլ դարձրել են դրոշ, տեսակ, այն նեղ պահին թուրքերը մեզ տվեցին, գիտեք ինչ լավն են, գիտեք ինչ լավն են։ Տպավորություն կա հայ հանրության մտցնում են հիպնոզ, որ ավելի հեշտ մորթվեն։ Մենք այդ դեպքեր շատ գիտենք։ Թուրքը մտավ Գյումրի, հայությունը հաց ու աղով դիմավորեց, մտածելով որ իրան ձեռ չի տա։ Եկան, կերանք, խմին առավոտը վեր կացան, կոտորին բրծան։ Ես չեմ հասկանում, այս սրանք որ գնացել են իրանց, ես հասկանում եմ, որ լիքը խնդիրներ ունեն իրանք, չգիտեմ, կարող է Գլենդելում սեփական տուն են ուզում ունենալ, կամ չգիտեմ էլ որտեղ, եւ այդ հարցերը իրանք շատ արագ կլուծեն, միանշանակ, այլ չափանիշ
Ես չեմ հավատում։ Իրենք իհարկե ասում են, «Էսա ժողովուրդը թեր հավատ կլինի, կվերաբերվի եւ այլ»։ Իհարկե թեր հավատ կլինի։ Եթե դու այսօր տեսնեի, որ դու խոսում ես, ինչու Կարմիր խաչին իրենք չթողեցին, որ այցելի մեր գերիներին։ Մտցնեի քաղաքասարակություն, չէ՞ որ Կարմիր խաչը հասարակական կազմակերպություն է։ Մտցնեի Կարմիր խաչին բանտեր, տենային մեր գերիները ո՞նց են ապրում։ Քաղաքասարակություն է, կամ քաղաքասարակություն, չէ՞ որ դուք էկոլոգիական հարցերով եք զբաղվում։ Այսօր Սև լիճ արգելավայրը եւ Շիկահող արգելոցը գտնվում է ուղիղ օկուպանտ Բաքվի վերահսկողության ներքո։ Այնտեղ անտառները այրվում են եւ վերականգնման աշխատանք չի կատարվում։ Ինչու՞ չենք դրա մասին խոսում։ Հատկապես որ ձեզ ղեկավարող ուժերը այս տարի, չէ, ներողություն, 26 թվականի նոյեմբերի կողմերը Հայաստանում կանցկացնեն COP17 կենսաբազմազանության մասին համաժողով, շատ լավ համաժողով է։ Եկեք խոսեք արդեն դրա մասին, ինչի՞ չեք խոսում։ Ինչ որտեղ իշխանությունները ձեզ թույլ չեն տվել, բայց դե էլ ինչ քաղաքասարակություն։ Կամ 300,000 ադրբեջանցի ուր է վերադառնում։ Այ ինչպես է։ Դուք հոգեբանական ցուցիչ ունեք, թե այդ վերադարձող անձի հոգեկան վիճակը որն է։ Կամ ինչու խաղաղ կոմպենսացիան ստացած 1989 թվականին ինչպես պնդում է Հեյդար Ալիևը Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիներին դու վերադարձնում ես, այն էլ կրկնակի անգամ ավել, այսօր չես խոսում իր տները թարմ ավերող Իլհամի հետ, որ ասես արցախցին պետք է իր տուն վերադառնա։ Հադրութեցին պետք է հադրութ վերադառնա, ինչի՞ չեք ասում։ Օրակարգում չկան այդ հայտ։ Այո, իրենց թույլ չեն տվել։ Իսկ ով չի թույլ տվել։ Այն ուրեմն ձևաչափը, որը ձևավորել է օգոստոսի 8-ի, չգիտեմ, բանակցային, թեկուզ իրենք ասում են ամեն ինչ Աբու Դաբուիում է սկսվել եւ ոչ թե Վաշինգտոնում, որ երկխոսություն բան ուզում են ցույց տալ, որ իրենք այդքան տղամարդ են, ոչ թե տղա են, այլ տղամարդ են, որ ավելի վաղ են սկսել Տրամփնովա, որ այդ նման բանակցային գործընթաց սկսել։ Եթե նման բանակցային գործընթաց եք սկսել, պայմաններ դնեիք։ Էս ինչ եք անում։ Էս ինչ եք անում։ Դուք կամ այս քաղաքասարակության ներկայացուցիչներից այդտեղ կան տարիքով մարդիկ, երբևէ մինչև 1988 թվականը եղել են Մասիսի շրջանում Հայաստանում, իսկ Թաքարլու գյուղ Հանքավանի կողմերը գնացել են ու հանգիստ մտել են Թաքարլու գյուղ, ուրենց այսպես կոչված ադրբեջանցիները չեն ծեծել կամ մոտոցիկլետներով չեն խփել իրենց ոտքերին, ինձ են խփել։ Ես ուսանող էի Թաքարլու գյուղի մոտ Հանքավանի մեր պետական համալսարանի ճամբարն է։ Երկրաբաններ, կենսաբաններ, բոլոր այնտեղ ամառային պրակտիկա են կազմում։ Մենք իրավունք չունենք Թաքարլու գնայի այնտեղի փոստից տուն զանգելու։ Մենք այսպես կոլեկտիվ տղամարդ դասախոսների շրջապատված գնում ենք փոստ, որ հեսա մեզ կխփեն կամ Մասիսում, օրը ցերեկով հայուհին խորհրդային Մասիսում չէր կարող դուրս գալ փողոց։ Այս քաղաքասարակության ներկայացուցիչ դրա մասին տեղյակ է։ Այսինքն լիքը հարցեր կան իրենք։ Իսկ իրանք կանգնել են այսպես ինքնահավան, ինքնաբավ, ասում են, «Նեսա թեր հավատ կլինեն, հեսա ռուսամետները մեզ կրիտիկա կանեն, քննադատեն, չեն ընդունի, ոչ։ Դուք ընդհանրապես ընդունելի չեք, որովհետև դուք պարզապես Արևմտյան Ադրբեջան պրոյեկտի իրականացման գործիք եք։ Դուք ոչինչ եք, դուք պարզապես գործիք եք վերևի քաղաքական այդ շերտերի ձեռքերում։ Այնտեղ վերևում ինչ են պայմանարով։ Ինչ տվել առել են, ես չգիտեմ։ Որտեվ ես անընդհատ Արևմտյան Ադրբեջան պրոյեկտի վտանգը սպառնալիքը զգում եմ։ Շատ նուրբ մշակված գործիք է։ Աստված գիտի ինչքան է ծախսել, ինչ միլիարդներ է ծախսել Իլհամը, որպեսզի աշխարհի ամենայսպես ուժեղ փորձագիտական ինչ-որ խումբ սա մշակի ու մտցնի Հայաստան։ Այս քաղաքականության պայմաններում երբ տարվում է ամեն գործիք, որպեսզի կարողանան այդ ձեր ասած Արևմտյան Ադրբեջանի պրոյեկտը մտցնել, դարձնել սովորական մարդկանց առօրյայում խոսելու առիթ եւ այլն։ Մարդիկ ովքեր չեն զգացել այդ վտանգը սպառնալիքը, ինչպես օրինակ դուք, ձեր օրինակով դուք տեսել եք այդ ամենը։ Միայն լսել են, որ թուրքը օրինակ մարդասպան է, ցեղասպան է եւ այլն։ Նրանք լսում են անընդհատ խաղաղություն։ Ինչ անեն այս մարդիկ, որպեսզի կերպարը ադրբեջանցու թուրքի չլինի այդ խաղաղարարը, մեր պատմությունը պետք է փաստի, չէ, որ նա բազմիցս պարզապես ցեղասպանել է հայերին։
Այստեղ ինչ անի, շատ դժվար ասել, թող երբ որ մտնում է TikTok, իմանա ինչ նայի, հա, կամ երբ որ Արցախյան 20 թվականի պատերազմը գնում էր, մտներ տեսնել ինչպես էին տանջահարանում հայ զինվորներին, կամ մտներ տեսնել 22 թվականի սեպտեմբերի 13-15-ին հայ կին զինվորների մարմինների հետ ինչ էին անում։ Հեսա մոտիկա չէ, ես 88 Սումգայիթ չեմ ասում արդեն, 22 թվականի սեպտեմբերի եմ ասում, ինչ արեցին Անուշի մարմնի հետ։ Դժվար է հիշել, դժվար է տեսնել, եթե նա հոգով կույր է, ես նրան ինչ ասեմ, ինչը տեսնի։ Եթե նրա մեջ գենետիկան մեռած է, հայ ընկալման գենետիկան մեռած է, ես նրան ինչ ասեմ։ Եթե այս իրականության մեջ, այս մեծաթիվ զոհերի պարագայում, երբ որ Եռաբլուրի մոտով մինչ օրս անցնելիս ես ամաչում եմ գլուխս բարձրացնել եւ այդ խոնարհված դրոշների կողմը նայել, ես ինչ որ մեկին ինչ ասեմ, ես երիտասարդության հետ խոսելու շատ բան եմ, խոսում եմ, արդյոք չեմ թողնում, բայց մեր երիտասարդությունը վատը չի, այսպես չհունցված խմոր է, ոնց կհունցես, այնպես է կհասունանա, ինքը շատ լավ խմոր է, եկեք հիշենք, որ հայկական գենետիկան, հասկանում եք, էվոլյուցիա է անցել, էվոլյուցիայից ուժեղ գործիք աշխարհում, կենդանական բուսական աշխարհում չկա, իսկ մենք շատ մեծ ճանապարհ ենք էվոլյուցիոն անցել, այդ էվոլյուցիան ընդհատված չի, եթե իհարկե այս քաղաքասարակության ձեռքերով չընդհատեն։ Շնորհակալ ենք կարևոր զրույցի համար։ Եթերում ուղիղ խոսքներ հետագա հաղորդումներին հետևելու համար կարող եք բաժանորդագրվել Լամեդիա YouTube-յան ալիքին։ Հաջողություն։